Գիտեք, այս վերնագիր եմ այսպես նա դրել այսօրվա քարոզին, Աստված չի ջնջելու քո անցյալը, որ օրհնի քեզ։ Ամեն։ Աստված չի ջնջելու քո անցյալը, որ օրհնի քեզ։ Այս վերնագիրը շատ այսպես վաղուց, շատ ժամանակ իմ սրտիս մեջ էփվում էր։ Ու փառք Հիսուսին, երբ որ էփվում է, հասկանում ես, որ արդեն դուրս տալու ժամանակ է, մեկը նայում ես, հովն ասում է, շաբաթ դու ես ծառայողը։ Հասկանում ես, որ պատրաստ է խոսքը։ Ու փառք Հիսուսին։ Գիտես, այս խոսքը շատ հրաշալի ու զորավոր խոսք է։ Ես մեր խմբակներում սրա մասին խոսացել եմ, իմ խմբակի ժողովուրդը թող չձանձրանան, եթե լսեն, ուղղակի մենք անցնելու ենք, բայց նոր բաներ եք լսելու։ Ու գիտեք, այս վերնագիրը ինչից ծնվեց իմ մոտ, երբ որ Եբրայեցիս 11:31-ը, եթե բացենք ու կարդանք հիմա սիրելիներս, տեսեք ինչ է գրված։ Ասում է. հավատքով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղությունով։ Գիտեք, այստեղ ինչ տեղ է։ Եբրայեցիս 11-րդ գլուխը մարդ կա, որ զորամաս է մտել։ Այնտեղ կա ասես տասկա պաչոտը, չէ՞, այնտեղ գեներալների հիմնական բաներն են, նկարներն են, իրաց ուսադիրներն են, մի խոսքով ով ինչի պաշտոնի մեջ է եղել, ով ինչեր է եղել։ Ու գիտեք, Աստվածաշնչի մեջ կարծես թե այս Եբրայեցիս 11-րդ գլուխ այս տասկա պաչոտն է։ Երբ որ կարդում ես, այնտեղ բոլոր գեներալների մասին է։ Աբրահամի, Դավիթի, Սամսոնի, Հովսեփի, Մովսեսի, նրանք ովքեր որ փոխեցին պատմություններ, նրանք ովքեր որ այսօր մենք կարդալով նրանց պատմությունները հավատքով ենք լցվում։ Չէ՞ որ գրված ասում է հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Մենք ինչ ենք կարդում որ նրանց պատմությունները, ու մենք այսօր հավատքով ենք լցվում, սիրելիներս։ Ու գիտեք, այս դասկա պաչոտ, այս գեներալների կողքը, դա Աստվածաշնչյան բառ է, դրա համար ու Աստվածաշնչի մեջ է գրված, կարդում եմ։ Ասում է հավատքով Ռախաբ պոռնիկը չկորավ։ Սիրելիներս, գիտեք, այստեղ ինչ ուշադրություն ինձ գրավեց այստեղը։ Ու գիտեք, մտածում եմ, շատ երկար ժամանակ եմ մտածել, շատ եկեղեցական հայրերի կարծիքներն եմ հաշվի առել, կարդացել եմ, ուսումնասիրել եմ։ Ինչի Աստված թույլ տվեց, որ նրա անունը գրվեր Եբրայեցիս այս թղթի մեջ որպես Ռախաբ պոռնիկ։ Ինչի չգրվավ ուղղակի Ռախաբը։ Խոսքի մեր սուրբ քույրիկ Ռախաբը, որը որ լրտեսներին օգնեց։ Այ իր այն պիտակը անվանումը հաշվի առնցվավ ու սենց գրվավ այս սուրբ գրքի մեջ։ Գիտեք, ուզում եմ երկու միտք կարդալ եկեղեցական հայրերի ինչ են ասում սրա մասին։ Աստված փոխեց նրա անունը, որպեսզի ցույց տա, որ իր օրհնությունը կախված չէ մարդկանց տված պիտակներից կամ անցյալի հանգամանքներից։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, որ ասում է այս պիտակը, որը որ կպած էր նրա վրա, Աստված չփոխեց, բայց նա օրհնեց նրան։ Եթե մենք նայենք Աստվածաշնչի մեջ, մարդիկ կային, ովքեր որ գալիս էին Աստծու մոտ, Աստված նրանց անունները փոխում էր։ Ավրահամը դարձավ Աբրահամ, Սարան Սարա, չէ՞։ Սիմոնը Պետրոս, Սողոսը Պողոս, հնարավոր չէր ստեղ փոխել։ Գիտեք, Աստվածաշունչ ինչով է յուրահատուկ գեղեցիկ փառք Հիսուսին, որ չի քողարկավորում մարդկաց անցյալները։ Գիտեք ինչի, որովհետև այսօր երևի մենք ոչ մեկը ստեղ նստած չլինենք նայելով մեր անցյալներին։ Ամեն մեկս երևի թե անցյալում կար մի բան, որը որ մենք այսօր քողարկում ենք, հաստատ չէինք ուզենա, որ մեկը նայեր։ Ու պատկերացրեք, այդպես մի հատ օրինակ եթե բերեմ, Հովիվ Այդարեր ասեր ամեն շաբաթ մենք 5 րոպե նայում ենք մեկի անցյալը։ Ինչ կարծիք եք, սկան ես հաստատ չէի ուզենա իմ անցյալը ստեղ նայեք, իմ սխալներս։ Բայց մենք այսօր ամբողջ աշխարհը նայում ենք իրաց անցյալները։ Ու գիտեք ինչ եմ հասկանում, որ Աստված գործ ունի ուժեղների հետ, ու ուժեղները չեն թաքցնում իրաց անցյալները։ Անցյալները դառնում է, գիտեք ինչ։ Կաֆեդրամ է ուրիշների համար, վկայության համար։
Որովհետև մարդու անցյալի մեջ երևում է Տիրոջ փառքը։ Սիրելիներս, ուզում եմ երկու միտք եք արտալ։ Աստված չի նայում արտաքին կամ անվանը, նա նայում է սրտին։ Երբ մարդը կոտրված սրտով եւ հավատքով կանչում է Աստծուն, նրա օրհնությունը ջնջում է ամեն տեսակ բացասական անուն կամ նախատինք։ Դա եկեղեցական հայրերի մտքերն է։ Նա թողնում է հին անունը, բայց փոխում է այդ անվան իմաստն ու կշիռը։ Հոգևոր աշխարհի մեջ Աստված նոր անուններ է տալիս։ Սիրելիներս, հիշում եք Գաբես կար մի Աստծո մարդ, որը գիտեք ոնց էր թարգմանվում, ցավ։ Ինչի, որովհետև մերն ասում էր, ես ծնեցի նրան իմ ցավերով։ Ու ամեն մարդկա, որ իր երեխա անունը ցավ է։ Կամ խոսքը ասում ես մի հատ տղա ունենամ, անունը պիտի ցավ տնեմ։ Սարսափելի ցավ էր։ Ամեն անգամ կանչում ես, «Տո այդ ցավ արի ստեղ, տո այդ ցավ ես»։ Նրա տղու անունը ցավ էր։ Ու ամեն անգամ կանչելով ցավ, հոգնել էր։ Մի օր որոշում կայացրեց կանգնելու Աստծո առաջ։ Ասեց Աստված, եթե փոխես ինձ, փոխե ու լայնացրա իմ տարածքս, ես հոգնել եմ այս նախատիկից։ Ես հոգնել եմ այն անունից, որ փոքրուց տվեցին ինձ։ Դեռ ես որոշում չէի կարող կայացնել աճ կամ ցախ, արդեն պիտակավորեցին ինձ այս անունով։ Ու գիտեք ինչն էր այստեղ շատ ուժեղը, որ Աստված ասում է, եւ Աստված նրան օրհնեց։ Առաջի մնացորդը 4-րդ գլուխ 9-ից 10-րդ խոսքերի մեջ է գրված։ Ասում է, եթե դու իմ տրտմությունս վերցնես։ Գիտեք ինչ է գրված 10-րդ խոսքի մեջ, ասում է, եւ Աստված բերեց նրա վրա օրհնություններ։ Դա հզոր խոսք է, բերեց։ Բայց գիտեք սրա ինչն էր շատ զարմանալի ու հետաքրքիր է, որ Աստված չփոխեց ցավ անունը։ Աստված թողեց ցավը, բայց օրհնեց նրան։ Ինք օրհնված մարդ էր, բայց իր անունը դեռ ցավ էր։ Սիրելիներս, ես ուզում եմ, որ մի բան նայես քո անցյալը։ Չնեղանաս, երբ որ մարդիկ կան ժամանակ միգուցե, քեզ հիշացնում են քո անցյալ, չնեղանաս։ Նայիր քո հիմի, քո ներկայիդ ու քո ապագայիդ։ Գիտես, ցավ անունը շատ անգամ այո տալու են, բայց դու պետք է նայես հիմա ու ինչ է քեզ սպասում։ Սիրելիներս, Աստված չի ջնջում մարդկանց մտքերից մեր անցյալները։ Ու փառք Աստծուն։ Ասում ես, բայց սրա որն է փառք Աստծուն։ Որովհետև այս ամեն ինչի մեջ երևում է մեր փոքր լինելը ու Աստծո մեծությունը։ Սրա մեջ Աստված խոնարհացնում է մեզ։ Գիտեք, ես մի հատ հետաքրքիր բան լսեցի Ծաղկաձորում ու շատ գրավեց ինձ այս բան։ Ասում է գրված է, չէ՞ Աստվածաշնչի մեջ, որ ամեն օր ցես խաչը հանեք, խաչը։ Պողոս Առաքյալն էր ասում։ Ու մի հետաքրքիր օրինակ բերեց հովիվը ու ասում էր, եթե հիմա մուրժն ու այս մխը քո ձեռքերիդ մեջ է, դու քեզ խաչիր, ո՞նց ես խաչելու։ Մեծ ձեռքն ես խաչելու, ոտքերն ես խաչելու, այս մեծ ձեռքդ մնալու է։ Այս մեծ ձեռքիդ համար մե ուրիշն է պետք որ խաչը։ Մենք մեկս մյուսից կարիքն ունենք, որովհետեւ պատվիրանները կատարվի։ Սիրելիներս, փառք Աստծո խաչողների համար։ Այս ժամանակ մեր աչքին իրակ թշնամիներ են, իրակ սարսափելի մարդիկ են, չնայած նրան, որ մենք միգուցե 2 ժամ առաջ իրար հետ հաղորդություն էինք ընդունում, բայց հենց մխն ու այս մուրճը մոտեկացնում են, իրակ դառնում են մեզ համար թշնամիներ։ Բայց սիրելիներս, նրանք պատվիրան են կատարում, օգնում են, որ մենք մեզ խաչենք։ Եթե կա այսենց մարդ, որ այսենց քեզ խաչել է, փառք տուր Աստծուն։ Գիտես ինչի, որովհետև դու հիմա ապավ տեղում ես։ Հալելույա։ Դու քեզ երբեք չես խաչել։ Կար մարդ, ով որ քեզ պետք է խաչեր։ Փառք Հիսուսին խաչողների համար։ Հետո, բայց մի հատ արեք փառք տանք Աստծուն, էլի, խաչողների համար։ Փառք Հիսուսին։
Շատ անգամ նեղանում ենք, չնեղանակ։ Իրաք օգնում են, որ մենք դրախտ գնանք, դժոխք չգնանք։ Այս մեծ ձեռքը, որ մնաց, ինքը վտանգավոր կդառնա։ Այն Հիսուսի ասածը, որ ասում է, եթե մեծ ձեռքդ կայտակղում է կտրե։ Այս մեծ ձեռքը ինչ կայտակղ է հաստատ։ Դրա համար պետք է, որ ես էլ զբաղված լինի։ Սիրելիներս, ուզում եմ ես երկրորդ բանն կարդամ, ասում է, սա մեզ սովորեցնում է, որ կարևոր չէ թե աշխարհը կամ մեր անցյալը ինչպես են մեզ կոչում։ Կարևորն այն է, թե Աստծո ներկայությունը ինչպիսի նոր բովանդակություն է տալիս մեր կյանքին։ Ամեն։ Այս ռաքսախ թարգմանե սենց հայերեն կարդում եմ։ Փառք Աստծուն։ Այս ռաքս շատ լուրջ աշխատանքներ էր, գիտեք, չէ՞ որ հիմա ես սենց կարդում եմ։ Բովանդակություն։ Գիտեք, Աստված փոխում է մեր անունները։ Սպասում ես, որ ասեի անցյալը, չէ՞։ Անցյալը էլ չի փոխվի։ Ոնց փոխենք։ Անցյալը արդեն եղած է, սիրելիներս։ Բայց գիտեք սրա բարի լուրը որն է, որ Աստված թույլ չի տալիս, որ անցյալը գա ու քեզ կպնի։ Հիշում եք, երբ որ Աստված Իսրայելին հանում էր Եգիպտոսից, ինչը հարձակվավ Իսրայելի հետևից, իր անցյալը Եգիպտոսը գալիս էր, որ բռնեին։ Գիտեք ինչ երեց Աստված, ջրով խեղդեց նրանց։ Անցյալի Տերը Աստված է։ Փառք Հիսուսին։ Անցյալի Տերը Աստված է։ Բայց սրա գիտեք էլի Աստվածային մի հետաքրքիր երևույթ կա, որ երբեք Աստված թույլ չի տալիս, որ անցյալը գա մեզ կպնի, բայց Աստված հիշացնում է մեզ մեր անցյալը։ Հիշեք, Իսրայելին քանի անգամ էր ասում, հիշիր քեզ որտեղից հանեցի։ Անցյալն էր հիշացնում։ Սիրելիներս, գիտեք ինչի համար էր դա։ Որ մենք միշտ գիտակցենք, միշտ մեր սիրտը խոնարհությամբ պահենք, ով մեզ ազատեց ու ինչից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես հավատում եմ, այստեղ բոլորը այսպես սուրբ, վերականգնված, մաքուր անցյալով մարդիկ են։ Այս ուղերձը ուղղվում է նրանց բոլորին, ովքեր որ ունեն դաժան ու վատ անցյալներ։ Գիտեք, կան հարցեր, երբ որ տվյալ օրինակ մարդիկ կան, ճանապարհների սայտակումներ, վիրավորանքներ, հիվանդություններ, մեղքեր։ Գիտեք, բոլորի համար Աստված եկել է, որ ներե, մաքրե ու սրբե։ Բայց ոնց։ Մեր միջոցով է այս ամեն ինչը լինելու։ Մեր միջոցով են մարդիկ, այո, այս ներման զորությունը ստանալու, սիրո, բժշկության, ընդունելության։ Ամեն։ Աստված օրհնե սիրելիներս։ Ու Նարաչյան կարելի է։ Ժամանակը թռավ շատ արագ։ Փառք Հիսուսին։ Ու գիտեք, ուզում եմ երկու տեղ բերել շատ արագ գոնե։ Նայեք ինչ է ասում Աստված անցյալների համար։ Հիշում եք, արեք ավելի ճիշտ բացենք այս տեղը, Հովհաննես 20:27։ Հովհաննես 20:27։ Նայեք ինչ հետաքրքիր մի տեղ կա գրված այստեղ։ 20:27։ Հետո Թովմասին ասեց. «Բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կողքի եւ մի լինիր անհավատ, այլ հավատացյալ»։ Գիտեք այս տեղը որտեղն է։ Երբ որ Հիսուս Քրիստոսին խաչեցին, նիզակը մտցրեցին կողքը, սպանեցին, երրորդ օրը Աստված հարություն առավ, գրված է փառահեղ մարմնով։ Նա կասես փառահեղ մարմին։ Ու այս փառահեղ մարմնով Հիսուսն եկավ իր աշակերտների մոտ։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Անցյալի վերքերը վրեն էր։ Գիտես ապացույց ինչի մեջն էր, որ դա Հիսուսն էր, վերքեր կար նրա վրա։ Աստված չի ջնջելու վերքերը։ Բայց ավետարան ուրիշ բան է ասում։ Հենց այդ է ասում Աստված։ Վերքերդ մնալու է, բայց դու փառահեղ մի նոր ընթացքի մեջ ես մտնելու։ Տեսնելով այն վերքերը,
Հիշելու էին, որ դա դու ես։ Ու դա չէր կարող պատահել, դա մարդու երևակայությունից, հասկացողությունից բարձր բան էր, որ դու հիմա վերականգնված ես։ Ու հենց ստեղ էր երևում Աստծո զորությունը։ Փառք Հիսուսին։ Գիտեք, շատ անգամ մարդիկ երկարացնում են իրաց ձեռքերը մեր անցյալի վերքերի մեջ։ Թույլ տվեք, թող մտնին։ Թող տեսնին Աստծո գործը։ Թող մտնին, ինչ են տեսնելու։ Այո, մխից բաները, այս վերքերը, նիզակի խոտ, թող տեսնեն։ Ու այստեղ է երևալու Աստծո փառքը։ Ասում եմ Աստված, Հիսուսին նոր փառայեղ մարմին տվիր։ Վերքերը ինչի համար էր։ Իմ ու քո։ Ու այս վերքերը այսօր երկնքում են։ Սիրելիներս, կան վերքեր, բայց այս վերքերը Աստված մի նոր փառայեղ մարմին է տալու, ընթացք է տալու, հույս է տալու։ Գիտեք, շատ անգամ ինչը մարդկանց թույլ չի տալիս, որ նրանք ճեղքեն ամոթը ու դատապարտությունը։ Ոնց ուժեղ Աստծո զորություն կա իմ այստեղ, չեք պատկերացնում, այսպես պատկերացնում եք, դուք եք այստեղ։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Աստված բժշկում է։ Հալելույա։ Գիտեք, կար հարսանիք։ Հովհաննես 2-րդ գլուխ, պատմեմ էլի, դուք գիտեմ որ, գիտեք առաջի խոսքից մինչև 7-10 կարակ կարտակ այս խոսքերը։ Գրված ասում է, գինին վերջացավ հարսանիքին։ Գինին դա ուրախության խորհրդապատկերներ, օրհնության, առատության, նրանց միաբանության, որտեվ հրական մշակույթի մեջ եթե հարսանիքին գինին վերջանում էր, դա անեծքի խորհրդապատկեր էր, որ Աստված այս ամուսնություն այսինքն չի բարեաճում, այսինքն դա անիծված է արդեն։ Ու երկրորդը ինքը ամոթ ու խայտառակություն էր ամբողջ ազգի եւ քաղաքի մեջ, ով որ գիտեին այս հարսանիքի մասին, բոլորը այսենց ամոթով էին տալիս։ Բայց գիտեք ինչ կատարվեց։ Գրված ասում է, եւ Հիսուսը ինչ արեց, ջուրը գինի սարքեց։ Գրված ասում է 5-րդ խոսքի մեջ 2:5 Մարիամը մայրը Հիսուսի ասեց ինչ որ ասում է Հիսուսը արեք։ Սիրելիս այսօր խոսք ունեմ քեզ ու ինձ համար։ Ինչ որ ասում է Հիսուսը արա, որ ջուրդ գինի դառնա։ Ինչ որ Հիսուսն ասում է արա, որ ամոթու խայտառակությունը, նախատիկը հեռանա։ Կարևոր բան կա։ Ինչ որ Հիսուսն ասում է, արա։ Ու գիտեք ինչ կատարվավ։ Ջուրը գինի դարձավ։ Ուրախությունը վերականգնվավ։ Փառքը վերականգնվավ։ Անցյալը Աստված, գիտեք ինչ երեց։ Ռեֆորմացիա։ Տրտմությունը, դժգոհությունը, հիասթափությունը ուրախության վերածեց։ Ու հիմա հարց։ Աստված, ինչի են միանգամից լավ տեղը չառանք, ինչի իմացանք նրանց մերկ բաց կողմը, որ այսօր ես ու դու նայելով զորանանք, ուժ առնենք, ու երբ որ նայենք հասկանանք, որ մեզի պես անկադար մարդիկ էին։ Բայց երբ որ արեցին այն ինչ որ Հիսուսն ասեց, իրաց կյանքերը փոխվավ։ Հիմա մենք լավ օրինակ ունենք։ Ինչ որ Հիսուսն ասում է, արեք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մի հատ կարանք Աստծուն էլի փառք տանք սրա համար։ Փառք Հիսուսին։ Փառք Աստծուն, սիրելիներս։ Մի տեղ էլ Հալելույա, փառք Հիսուսին։ Գիտեք, այստեղ գրել եմ մի 2-3 տեղ,
հանել եմ ինձ համար, ոչ թե նոր եմ հանել, սիրած միշտ է ունեցել եմ, սենց աչքիս տակ սրտիս մեջ։ Մարդիկ, որոնք որ փոխեցին, սենց ավետարանի ուղղությունները, հիմա կասես ոնց ավետարանի ուղղությունները, այո, ավետարանը բերեցին կոնկրետ ուղղվածությամբ։ Գիտեք ինչն է Աստծո այս ձեռագիրը շատ հետաքրքիր ինչ ձև է գրել տվե Աստվածաշնչի մեջ իր աշակերտներին։ Մենք հավատում ենք, չէ՞ որ Աստվածաշունչը գրված է Աստծո հոգով։ Այստեղ ինչ որ գրված է այնպես ինչպես որ Աստված է ուզեց որ մեզ հասնի։ Մարդ կա որ հավատում է։ Ոչ մի շեղում չկա։ Մենք հավատում ենք, որ այս գրքի մեջ ոչ մի շեղում չկա։ Մենք հավատում ենք, որ այս գիրքը ոչ մի ձև ոչ փոխել են, ոչ ավելացրել են, ոչ պակասացրել են։ Հասել է այնպես, ինչպես Սուրբ Հոգին է ուզում, որ մեզ հասնի։ Ու այս Սուրբ ու այս փառահեղ գրքի մեջ մի հետաքրքիր բան կա գրված։ Ասում է Մարկոս 16-րդ գլուխ 9-ից 10-րդ խոսքերը։ Այնտեղն է, երբ որ Հիսուս Քրիստոսը արդեն հարություն էր առել, Մարիամն եկավ գերեզման, ավելի ճիշտ, եւ այն Մարիամը եւ մայրը Հիսուսի։ Տեսան, որ մի խոսքով գերեզմանը դատարկ էր։ Ու տեսեք ինչ ձև է նկարագրում, գիտեք, որ Մարկոս ավետարանի հեղինակը դա Պետրոսն է եղել։ Մարկոսը գրել է, հեղինակը Պետրոսն է, ինքը Պետրոսի ավետարանն է։ Ու տեսեք ինչ է ասում, և Հիսուսը երբ որ հարություն առավ, միաշաբթի առավոտանց առաջ, երևեցավ Մարիամ Մագդալենացուն, որից 7 դև էր հանել։ Գրողը Պետրոսն էր։ Էլի մտածում եմ, ինչ պարտադիր էր, որ էլի շեշտեիշ 7 դև հանես նրա միջից։ Առաջի աշխարհի բարի լուր տարածողն էր, շնացող Մարիամը։ Առաջի ավետարանիչը ինքը Մարիամն էր։ Գրված է եղբայրները վախեցած էին։ Կուճուրված ամեն մեկը միտեղ փախած էին։ Ինչ է նշանակում բարի լուր, որ պատմում ես Քրիստոսը հարություն առել։ Առաջինը հասցրեց հենց Մարիամը։ Ու գրված ասում է նա այն Մարիամն էր, որ 7 դև մեջից դուրս ելավ։ Ինչ պետք է, որ անցյալ րոպե մեկ հիշացնես Պետրոս եղբայր։ Հետո երբ որ նայում ես Պետրոսին, 4 ավետարանի մեջ գրված է իր ուրացումը։ Մի ավետարանի մեջ գրված է, որ ինքը ջրերի վրայով քայլում էր, խորտակվավ, Քրիստոսը էլի բարձրացրեց։ Ու գիտեք ես ինչ եմ մտածում։ Պետրոսը ամեն անգամ, ով որ պիտի գրեր, ասում էր հանգարց բաց չթողնակ իմ ուրացումը։ 4 ավետարանի մեջ կնշեք։ Հետաքրքիր է, որ չասեց կնշեք մի ուրիշ լավ գործերը, ուրացումը, իմ անցյալս։ Ինչի, որ այսօր շատերը բժշկվին ու զորանան նայելով ինձ։ Որ այսօր շատերի համար դառնային քար ու տրամպլին։ Դրա համար ինքն էլ էր անցյալներով գրում մարդկանց։ Ասում էր չամաչեք ձեր անցյալներից։ Հիմա կասես ոնց չամաչեն, կնենց բան են կարել։ Ամեն չար բանի բարի գործակից է Աստված անում։ Փորձառությունը ավելացավ։ Քո հիշում եք Պետրոսին։ Ասում էր Պետրոս, մեկը սկան է, մեկին պարկ, ես ավելի շատ։ Երկուսին է ներված է, ով է շատ սիրում։ Դե ասում են նա ումո շատ է ներված։ Սիրես քեզ շատ է ներված։ Ցույց տուր քո սիրով։ Քո նվիրվածությունով, քո ծառայությունով, փառք Հիսուսին, հալելույա, փառք Աստծուն, սիրելիներս, Աստված շատ օրհն է, գիտեք Պետրոսին ոնց էին ասում, ուրացող առաքյալ, որ ասում էին Պետրոս, ասում էին որ, ասում էին են ուրացողը, մենք այսօր Պետրոսից սովորում ենք, կյանքի խոսքեր ենք առնում, կյանքեր է փոխվում Պետրոսի խոսքերով։
Բայց իր ժամանակի մեջ այն ուրացող առաքյալը։ Ես չգիտեմ դու ոնց ես նայում ես ամեն ինչին։ Հավատքս բարձրանում է։ Աստծո նկատմամբ սերս ավելանում է։ Մի մարդ, ով որ Հիսուսի հետ հաց էր ուտում ամեն օր 3 տարի, իրան ուրացավ։ Բայց Աստված նրա վրան են զորություն իջացրեց։ Եթե այն ժամանակ պետք էր գնար ձեռքեր դներ, որ մարդիկ բժշկվեին։ Գրված ասում է, որ Պետրոսի շուկը գնում էր մարդկանց վրա, մեռածների, հիվանդների, բժշկվում էին ու հարություն էին առնում։ Փառահեղ մարմին առավ Պետրոսը, բայց վերքերը կար։ Այն ուրացող Պետրոսը, բայց փառահեղ մարմնի մեջ էր։ Հասկանում եք, սիրելիներս, Աստված ինչ է անում։ Վերքերը մնալու է։ Արմեն եղբայր, եկել ենք, որ ուրիշ բան լսենք, որ Աստված ջնջելու է, չի ջնջելու։ Չի կարա վերքը ջնջվի։ Ոնց կարա ջնջվի։ Շատ ուղեղի ցնցում ստանաս, այս օրը կորցնես մոտիցդ։ Բայց Աստծո մոտից չի կորում։ Ոչ է մարդկանց։ Բայց կա փառահեղ էլի եմ ասում ընտածք, կա փառահեղ օծություն, կա փառահեղ երկրորդ հնարավորություն, փառք Աստծուն ես երկրորդ հնարավորությունների համար, փառք Հիսուսին, ու այս վերջի տեղը, նայեք ինչ հետաքրքիր բան է, Աբրահամի անցյալը, Հովսեփի անցյալը, ինչ են անում մեզ, բժշկում են այսօր։ Ասում ենք ոչինչ, Աբրահամն է սպասեց, ոչինչ, այս Հովսեփն ընկավ գուբը, բարձրացրին, Հովսեփն ընկավ բան, ինչ է անում իրաց անցյալները, շունչ է տալիս մեզ, թույլ տուր քո անցյալդ մե ուրիշին շունչ տա, ինչ էր անում Եղիսեի անցյալը, ով է հիշում Եղիսեին, Եղիայի աջ ձեռքը, Եղիայի ձեռքերին ջուր լցնողը, մեռավ, ոսկորները ասում է թաղվել էին, երբ որ մի հատ մեռել էին բերում թաղելու, տեսան թշնամու բանակը մոտենում է իրաց, վախուց խեղճ մեռել են, այսպես էլի խեղճ մեռել էր արդեն, քծին ցած, գրված ասում է, կբավ Եղիսեի ոսկորներին, ու գիտեք ինչ եղավ, հարություն առավ, Եղիսեի ոսկորները հարություն էր տալիս, Եղիսեի անցյալը դեռ մարդկանց հարություն էր տալիս, ուժեղ է, չէ ժողովուրդ, ունենց ուժեղ է, փառք Հիսուսին, մարդիկ կան է, որ ասում են, վայ, ես որ չգիտեմ, 3 անգամ չաղոտեցի, կմեռեմ, ես մարդը մեռ է գնացել էր զորություն իրա ոսկորների մեջն է, կարաք հավատակ Աստծո զորությանը, Աստծո շնորհքին, վայ, ինձ համար, որ չաղոտեն կմեռնիմ, զորությունը մեր ոսկորների մեջն է ժողովուրդ, մեր ոսկորների մեջ կա վերականգնման զորություն, իմունիտետ, ոնց ասում, եթե երկունը լաց է, առավոտ ուրախություն է, եթե մի մոխիր է, ժամը հետո փառք է, այս վերականգնման, այս իմունիտետը մեզանից չէ, Աստծուց է տրված մեր մեջ, ու դա Աստվածային է, փառք Հիսուսին, ու ուզում եմ այս խոսքերով ավարտել, սիրելիներս, նայեք ինչ ասում, ով է հիշում Դավիթին, գիտեք Դավիթի են խոսքերը, մի հատ յուրահատուկ ազնվորություն է այս մարդը, մի օր կանգնավ ամբողջ այսպես Իսրայելի առաջ, թագավոր եղնելով, չհամաչելով իր անցյալը, գիտեք օրինակ, այն մարդիկ կան են, որ սպես փշալ արեր ենք, իհարկե դա ձեր գործն է, ես չեմ ասում փշալ արերը հանեք, ձեր գործն է, փառք Հիսուսին, փշալ արը, էլեկտրիչսկի լարերը ձեր գործն է, գիտեք ինչ ձև էր ապրում, թափանցիկ բաց, ինչ կա մեզ եմ, կագնավ մի օր ամբողջ Իսրայելը առաջ ասեց, Տեր,
ով է ես, ով էր իմ հորս տունը, որ դու սենց օրհնեցիր մեզ։ Թակավոր մարդ էր, իրան պիտի ուրիշ ձև պահեր, մենք, մեր գերդաստանը, մեր գեները, մեր հերերը, մեր պապերը, սենց ով է ես, ով էր իմ հերս, ով էր իմ պապս, ով էր իմ պապուս պապը, որ դու սենց օրհնեցիր մեզ, չեր վախենում իր անցյալից, գիտեք իր անցյալը ինչ էր, մերժված, դավաճանված, լքված, մինչև հիմա 50 տարեկան մարդն էլ մերժվածության ոգի մեջից քանեն, ամոթ է սիրեներս, իրապես մերժված մարդ չկար աշխարհի վրա, գիտեք ինչի, 7 հատ եղբայր ուներ, բացի իրանից, ինքը 8-րդն էր, կներեք մի հատ բերել է, Գրիգոր եղբայրը մի հատ բան եմ ուզում հիմա ցույց տամ, դրա համար եմ ուզել, դա կոդոշ է, նայեք, մի հետաքրքիր բան կար, երբ որ Աստված որոշեց, ուզում եմ այս խոսքի վրա հիմա ավարտեմ, էլի, դրա համար բերեցի, ստե մի հետաքրքիր բան կա գրված, 8-րդ եղբայրն էր Դավիթը, ամենափոքրը, Էլի եմ շեշտում, շատ մերժված էր, գիտեք ինչի, որովհետև նստան հացի մոռացան, որ էլի մարդ կա, հետ եղել է, որ նստիս հաց ուտես, երեխուդ մոռանաս, սես վայ, խոսքի ես ինչ ան կնայես, չէ, առաջին երեխեքն են նստում, մեր ուշադրության կենտրոնի մեջն են, դե ծև չէ, մարկա, որ օրերով մոռացել է իր երեխուն խոսքի, հաց կերել է, ջուր խմել է, տունը չէ, Իմիջալոց Հիսուսին էլ էին մոռացել, հիշում եք, բայց Հիսուսը մերժվածության ոգով ման չէր կա, ժողովուրդ, ինչքան շուտ ազատագրվես, այնքան քո իմ օգուտս է, այնքան մեր օգուտն է, լուրջ եմ ասում, ես միշտ փառք եմ տալիս մեր մանվել աղբոր համար, մի անգամ այնց ուժեղ բան, կան չէ ժամանակներ, երբ որ քեզի դնում են քո տեղը, 18-17 թիվն էր, Սենց նեղ, ֆինանսական վիճակ էր մոտս, նստավ կողքս իրար հետ գնում էինք խանութ պետք է մտնեինք բան, ոնց ես ու սկսի դուդուգը միացնել, պապուծս բռնի հորս վրա կագնել եմ, 2 հատ երեխա արդեն ունիմ, ժառանգություն չթողին, օգնություն չկա, Ռուսաստանից չկա, խաբար չկա, սիկ չկա, ու գիտեք ինչ տեղի ունեցավ, ու ես հավատում եմ, որ դա Սուրբ Հոգին էր, դարը սա վամոտ չէ, սա վեկա մարդ ես, ոնց ես լավներ ես, վիտամինները, հավեսոսս մի հատ սառը ջուր է, ես մտածում եմ, թաշկինակ պտի տա, գլուխը շոյ, թազա ագանջ է կդե, նոր ագանջ է կդե, սեց ամոթ չէ, եկա մարդ ես, 2 երեխու հեր ես, լքսես հերս չոքնեց, Այս օրվանից փառք Հիսուսին մերժվածության ոգին մեջիցս ելավ, ունես լավ էր որ, հիմա 60 տարեկան մարդից լասում ես հերս, են մարդիկ կան չէ, որ ասում են կոմունիստ լավ մոռացանք, ժողովուրդ, հլը կոմունիստի երշիկն ու են սխտորն են հիշում, ամոտ է, անցավ է ժամանակները, Պողոսն ասում է հներն անցավ, ամեն ինչ, նոր է, հալելույա ես նոր ժամանակների համար, սիրելիներս, ուզում եմ, այսենց փառք Հիսուսին, մարգարեական, քո վրա, քո ընտանիքիդ վրա, քո գերդաստանիդ վրա, կանչեմ այս նոր ժամանակաշրջաններ, հալելույա, նոր օրհնության ժամանակներ, նոր ժամանակներ, փառք Հիսուսին, ու գիտեք դա ինչ էր, երբ որ մարգարեին Աստված ասեց կգնաս և Դավիթին կոծես, սիրենես կարել է, ու գիտեք ինչ էր, պատմությունն է ասում, սիրենես, երբ որ մարգարեները այսենց կոտոշով մեջը յուղ էին լցնում, ու երբ որ պտի թագավորների օծեին, գրված ասում է այս բերանը մոմով լցնում էին, պատկերացնում եք, մոմով, որպեսի
յուղը չթափեր, ճանապարհներ էին գալիս։ Ու երբ որ մարգարեն մտավ Իսրայել, միանգամից առաջի խոսքը խաղաղությունով ես եկել։ Գիտեք ինչի, որովհետև մարգարեն երբ որ մտնում էր, կարող էր Իսրայելը մի քանի տարով գերույթյան գնար։ Ասեր եւ այսպես ասում Աստված, խոսքից ես հազում եմ ես ինչի ձեռքերի մեջ ու գնաց։ Դրա համար ասում են խաղաղությունով ես եկել, ասեցա մի վախեցեք։ Ձերը բան կար, եղջյուր կար, կոդոշ։ Ասեց եկել եմ, որպեսզի թագավորոծեմ։ Ու Աստված կոնկրետ Դավթի հոր անունն էր տվել։ Ու գիտեք յուրահատուկ տեղը որն է, երբ որ առաջի թագավորած 16-րդ գլուխ ու կարտաս 6-րդ խոսքից սիրելիներս գրված ասում է եւ բերավ Ելիանին մեծ որդուն բերավ կանգնեցրեց մարգարեի առաջ ամենա ինքը մեզն էր իր աղբերների միջից ասում է ինքն է երևի թագավորական լավ տեսք ուներ թագավորի կողքն էր միշտ ասում է Աստված ասեց ինքը չէ իրան անտեսել եմ երկրորդ աղբորը բերին ասաց ինքն էլ չէ երրորդին բերեց ասեց ինքն էլ չէ ու ասում է այսպես 7-ին մոդիկացրեց ու գիտեք ինչ է ասում вообще եկեղեցական այսպես պատմաբանները Աստծո անցածին ճանապարհ մարդիկ այս կոդոշի նշանակությունը ասում է շատերը ինչի վրա են հակված որ հասկանում էր որ դա Աստծո կամքը չէր եւ որ չէր օծվում չէ որ 7-րդի վրա կանգնավ դարձավ ասեց էլ տղա չունիս ասեց մեկը կա գառներ է արագծացնում ամենափոքրն ասեց իրան կանչ է մինչև չգա մինչև մեր հետ ես իրան չոծեմ սեղան չենք նստի ու շատեր ու երբ որ ասում էի ժամանակ թագավոր էին օծում եթե Աստծո կամքն էր այս վրայի մոմը հալվում էր յուղը սկսում էր հոսալ 7 եղբոր այսպես գլխին ինչքան է կուզես երա եթե Աստված չորտնե չոծե չփոխեց ոչ մեկ չի կարա փոխել մոմը չէր հալվում բայց ասում է երբ որ Դավիթն եկավ ասում է երբ որ այսպես կոտոշ շրջեց յուղը սկսեց հոսալ սիրելիներս այս մոմը հալեցրեց Տերը այսօր շատերիս կյանքի վրա կա այսպես փառեր ես հավատում եմ որ այսօր Աստված նոր յուղով օծելու է ինձ ու քեզ նոր հույսով ու դա լինելու է վկայությունը որ Տերն է օծության Տերը դա Տերն է Ուրդեղ է լինես քեզ մոռացած է լինեն դաշտում է լինես երկու հատ գառի հետ լինես չգիտեմ կամ նախագահ լինես կապ չունի Աստված քո տեղը շատ լավ գիտե Աստված շատ լավ գիտե համ ինձ համ քեզ Երկրի մարգարենը չէ նախագահը չէ Աստված թույլ չի տա սեղան նստին մինչև դու չլինես ու մի հատ կարաս դառնաս կողքինիդ ասես հենց դու ես այս մեկը որ առանց քեզ սեղան չենք նստելու Փառք Հիսուսին Փառք ես Տերերի Տեր Հալելույա Աստված օծիր մեզ երկնքից Աստված այս նոր ու թարմ յուղովը Հալելույա այն յուղդ երկնքից որ այսենց խոնարհացրել ես մեր գլխների վրա Աստված այս եղջյուրը որ թարմ յուղ է հոսում հենց հիմա եւ ազատում ես ամեն տեսակի փորձնքից ու չարից Տեր իմ Աստված Հալելույա այն յուղը Տեր իմ Աստված որ կա զորություն այս վայրի մեջ Հիսուսի անով այս յուղը չարից հեռու է պահելու սիրելիներս այս յուղը ազատելու է ամեն տեսակի չարիքից գիտեք միգուցե չար ժամանակներ է գալիս սրտից եմ զգում դրա համար ասում եմ Աստված ազատելու է չար ժամանակներից քեզ ու ինձ այն յուղը որ գալու է հենց հիմա իմ ու քո կյանքիդ վրա
Ինքը ազատելու է ամեն տեսակի չարիքից։ Ինքը ետ է պահելու քեզ մեղքից։ Ինքը ետ է պահելու քեզ խորամանկ, խաբեբաս, սխալ մարդկանցից։ Ինքը կտրելու է ամեն տեսակի կախվածություններ քո կյանքիդ մեջից։ Ինքը բերելու է նոր զորություն քո կյանքիդ մեջ։ Այն յուղը, որը որ երկնքից է։ Ինքը կտրելու է ամեն տեսակի կապանքներ։ Դու վերապրելու ես, զգալու ես, որ նույն խնդիրը լինելու է, բայց դու ուրիշ արձագանքներ ես տալու, որ մտքերը գալու է, բայց դու էլ չես արձագանքելու այս մտքերին։ Դու տեսնելու ես ինչպես դու ուժ ու ավելի զորություն ես վերցնում իրավիճակների վրա։ Այս յուղը օգնելու է քեզ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Հալելույա, փառավորություն Տերերի Տեր, փառք ես Տեր իմ Աստված։